Այս շաբաթ Հայաստանում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։ Նա հանդիպեց Հայաստանի ղեկավարության հետ։ Եվրապաշտոնյայի հանդիպումների օրակարգում Արցախյան քառօրյա պատերազմն էր իր պատճառներով և հետևանքներով։ Այսի ավարտից հետո բանաձևը զրուցել է Հերբերտ Զալբերի հետ։ Նրա հետ զրույցը հետաքրքրական այնքանով, որ տալիս է հարցի պատասխանը, թե ինչ կարող ենք ակնկալել Եվրամիությունից։ Բանաձևը շարունակում է եւ այս պահին զրուցում ենք Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Thank you Mr. Zalber for Պարոն Զալբեր, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Կարող եք ասել, որ ձեր այցի գլխավոր նպատակը Արցախում տիրող վիճակի քննարկումն է եւ լարվածությունը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում։ That is fair to say, yes indeed we discussed. Այո, դուք ճիշտ նկատեցիք, ես հանդիպումներ եմ ունեցել եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցն ու հնարավոր լուծումները։ Դուք եկել եք ուղերձ փոխանցելու, թե ուղերձ ստանալու։ I think diplomacy is always both ways. Դիվանագիտությունը միշտ երկու ուղղությամբ է աշխատում։ Իհարկե, ես այստեղ եմ Եվրամիության կարծիքն արտահայտելու, բայց միաժամանակ եկել եմ ուսումնասիրելու, լսելու եւ հասկանալու հայկական կողմի տեսակետը։ Վստահ եմ, այս հակամարտությունը կարող է մի օր լուծվել, եթե բոլորս հասկանանք դրա հիմքերն ու նրբությունները։ Այնպես որ իմ աշխատանքը կողմերին հասկանալն է եւ տեսնելը, թե ինչ կարելի է անել։ All involved, and in this respect this day was very helpful. How you see the settlement? I mean, Ինչպես եք պատկերացնում խնդրի ճակատագիրը, սահմանին հիմա ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն եւ զուգահեռաբար զորք եւ զինատեխնիկա է կուտակվում։ Եվրոպան ինչպես կարող է աջակցել կամ մասնակցել բանակցությունների վերսկսմանը։ Kind of settling down, not the negotiation or starting negotiation. Look, we in the European Union consider one fact that is fundamental. Եվրոպան մի հանգամանք է շատ ֆունդամենտալ համարում։ Մենք ոչ բանակցող ենք, ոչ միջնորդ։ Միջնորդը Մինսկի խումբն է։ Մենք հարգում ենք այդ ֆորմատը, որը ստեղծվել է ԵԱՀԿ շրջանակում եւ հիմնված է ընդհանուր համաձայնության վրա։ Որքան տեղյակ եմ, ոչ ոք չի վիճարկում այդ ձևաչափը։ Եվրամիությունը այդ ձևաչափով չի մասնակցում խնդրի կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ Եվրամիությունը մի կողմ է քաշվել։ Այս հակամարտությունը գտնվում է մեր հարևանությամբ եւ Եվրամիությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտապույտ ու խաղաղ կարգավորմամբ։ Yes, that is called also public diplomacy, building trust between. Այո, դա նաև հանրային դիվանագիտությունն է, փոխվստահության ստեղծումը կողմերի միջև, բայց մինչև այդ Հայաստանը Եվրամիությունից կատարվածի վերաբերյալ գնահատական է ակնկալում։ Շատ հասցեական, ընդ որում ոչ թե փոխլրացնող կամ բալանսավորող, այլ շատ հստակ դիրքորոշում։ Մինչև հիմա Եվրամիությունը հրաժարվել է հասցեական հայտարարություններից, երբ սահմանային լարվածություն է լինում, Եվրամիությունը սահմանափակում է կողմերին կոչեր անելով, թե հանգստացեք երկուսդ էլ, պատերազմ պետք չէ, խաղաղության պես մի բան արեք այդտեղ։ You done so far is just to announce, hey guys, keep it there. I mean, no war, just a peace or something like that. No, we go beyond that. We go certainly beyond saying Մենք այժմ դրանից հեռուն ենք գնում, չենք ասում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ։ Մենք ասում ենք ստատուս քվոն կայուն չէ։ Ինչ որ մի բան պետք է անել, կողմերի միջև բանակցություններ պետք է լինեն, որպեսզի ստատուս քվոն հաղթահարվի եւ խաղաղություն հաստատվի։ Եվրամիությունը գող չէ ստատուս քվոյի այսպիսի պահպանմամբ։ Հարցի վերաբերյալ կարող եմ Եվրամիության դիրքորոշումների ու հայտարարությունների բազմաթիվ օրինակներ բերել։ Մենք հայտարարել ենք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք ընդունում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը։ We want to overcome the status quo and want to have a peaceful settlement of this conflict. On April, the European Parliament Ապրիլի կեսերին, երբ Եվրապարլամենտում քննարկվեցին Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի իրադարձությունները, բազմաթիվ падգամավորներ կոչ արեցին կանգնեցնել Ադրբեջանի, ոմանք նույնիսկ կոչ արեցին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ինչ քայլեր է ձեռնարկում Եվրոպան Մինսկի խմբի ջանքերին աջակցելու համար։ Եվրոպան չի անի որևէ քայլ, որն ավելի կբարդացնի գործընթացը։ not to interfere into the Նկատի չունեմ, որ միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, բայց որևէ կերպ աջակցի կողմերին գոնե շփման գծում փոխվստահություն ստեղծելու եւ մոնիտորինգի առումով։ ceasefire or something like that. Again, these things have to be sorted out in the Minsk group format. Once they would be sorted out, I'm convinced Կրկնում եմ, այդ հարցերը պետք է քննարկվեն միայն Մինսկի խմբում եւ այդպես էլ կարվեն։ Կարծում եմ կողմերը պետք է ինչ-որ տարբերակ գտնեն, որով հնարավոր կլինի խաղաղություն պահպանել եւ լուծել խնդիրը։
խնդիրը։ Անհրաժեշտ է փոխվստահության միջավայր ձևավորել։ Հիմա դժվար է հստակ բաներ ասել, բայց տեղյակ ենք, որ առաջարկներ կան։ Օրինակ, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներն արդեն դրված են բանակցային սեղանին։ Կրակի դադարեցման առումով սա շատ կարևոր է։ Եվրամիությունը իհարկե կաջակցի դրան, բայց հիմնական որոշումները Մինսկի խմբում են ընդունվում։ This is a very concrete thing that the European Union would support, but we respect, of course, that things would have to be sorted out first and foremost in the Minsk group process. Armenia is now kind of is focusing or shifting its focus. Ապրիլյան քարորիա մարտական գործողություններից հետո Հայաստանը վերաիմաստավորել է իրավիճակը։ Այժմ եւ հանրային եւ պետական մակարդակով քննարկվում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, քանի որ ադրբեջանական կողմը խոշտանգել էր զոհված հայ զինծառայողների մարմինները։ Սրանք փաստեր են, որոնց միջազգային արձագանք դեռ չի եղել։ Չգիտեմ, տեղյակ եք թե ոչ։ Օրինակ, սա Քյարամ Սլոյանն է։ You may know this is Karam Sloyan. Այո, գիտեմ, տեսել եմ։ Okay, this is the Azerbaijani soldier. Սա այն ադրբեջանցի զինվորականն է, որը ձեռքում պահել է Քյարամի գլուխը, իսկ այս լուսանկարում հայ զինվորին գլխատած այդ նույն ադրբեջանցուն Իլհամ Ալիևը շքանշան է տալիս։ Սրանք ճշգրտված փաստեր են։ Ինչպես կմեկնաբանեք։ Very well documented. Any comments on that? Look, we have been confronted with allegations of atrocities. Նման դեպքերում երկու կողմից էլ հերքումներ են հնչում։ Կարող եմ ասել, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է նմանատիպ բոլոր հանցագործությունները։ Պետք է հետաքննել, ընթացք տալ այդ հանցագործությունների բացահայտմանը եւ պատժել հանցագործներին։ Սա է մեր հստակ դիրքորոշումը։ Will be punished for that. That is our clear standpoint. When the president of Azerbaijan talked about that the main topic of Azerbaijani foreign policy is to destroy Karabakh, retake territories. Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ իր հիմնական նպատակը Ղարաբաղի ոչնչացումն է ու տարածքների վերադարձը, իդեպ Ալիևը դա անդադ կրկնում է։ Եվրամիությունն ասում էր՝ մի լսեք, Ալիևի այս հայտարարությունները սեփական հասարակության ուշադրությունը շեղելու համար են։ Երբ Ադրբեջանը վերադարձեց մարդասպան Սաֆարովին, որը պատիժը Հունգարիայում կրում էր, Եվրամիությունը հայտարարեց, որ ցավում է Հունգարիայի որոշման համար, բայց դրանից հետո ոչ մի քայլ չձեռնարկեց։ Ալիևը իր երկրի բյուջեի կեսը վատնեց սպառազինության համար, բոլորն ասում են՝ դե փող ունեն, գնում են, բայց դա ոչինչ չի նշանակում։ Երբ Ադրբեջանը հարձակվեց ապրիլին, մենք հասկացանք, որ Եվրամիությունը նորից սահմանափակվելու է համահարթեցող հայտարարությամբ։ Ու արդեն կա անկալում, որ Եվրամիությունը իր վերաբերմունքով ավելի անարդար է դառնում։ Համաձայն եք թե ոչ։ Balance between Armenia and Azerbaijani is becoming more and more unfair. Do you agree or disagree? I disagree with that. Ոչ, համաձայն չեմ։ We are, as I said before, looking at this conflict not as mediators or negotiators. Կրկնում եմ, մենք այս հակամարտության մեջ ոչ բանակցող ենք, ոչ միջնորդ։ Եվրամիությունը փորձում է ավելի խաղաղ ապագա ստեղծել, ինչ որ ասում ենք միտված է խաղաղ ապագային։ Եվրամիությունը փորձում է օգտակար լինել, չվնասելով կողմերին։ We try to be helpful and we are certainly not trying to establish new dividing lines. What is next? I mean, Որն է լինելու ձեր հաջորդ քայլը, որևէ նախաձեռնություն կամ այց կլինի թե ոչ։ Այսինքն, I mean, it's very understandable. We don't expect EU to do OSCE Minsk group work. Մենք ակնկալիք չունենք, որ Եվրամիությունը աշխատի ԵԱՀԿ-ի փոխարեն։ Հասկանալի է, որ չեք ուզում խանգարել այդ ձևաչափին, բայց մյուս կողմից Եվրամիությունը Հայաստանի գործընկերն է։ Առևտրի ու քաղաքական հարցերում Հայաստանը բազմաթիվ եվրոպական կազմակերպությունների անդամ է եւ սպասում ենք, որ արդար գնահատական կտրվի մեր եւ Ադրբեջանի գործողություններին։ Իսկ հիմա Հայաստանում կա դժգոհություն այդ առումով, որովհետեւ Թուրքիան միակողմանի հակահայկական հռետորաբանություն է իրականացնում։ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան եւ այդ պարագայում Հայաստանը այդպես էլ որևէ իրական ու տեղին արձագանք չի տեսնում, որ զգա, որ Եվրամիությունը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Միայն խաղաղությունը վերահաստատելու անդեմ կոչեր, որ կրկնվել են վերջին 2 տասնամյակի ընթացքում։ Անկեղծ ասած, հենց այդ դիրքորոշումն է շատ հիասթափեցնող։ Moderate, same reaction that we have seen for the last 25 years. That's kind of discouraging. That's the thing. I think nobody should see this as an element of discouragement. I think the European Union and its member states ոչ ոք չպետք է հիասթափվի դրանից։ Կարծում եմ Եվրամիությունը տարիների ընթացքում բանակցությունների միջոցով կարողացել է խաղաղություն ու կայունություն ապահովել Եվրոպայի շատ երկրներում։ Ճիշտ չեմ համարում այս կոնտեքստում միակողմանի դիրքորոշումներ, միակողմանի քայլեր անելը։ Փորձում ենք կողմերին հիշեցնել հիմնական նպատակը եւ այն, թե որ ուղղությամբ է պետք գնալ։ I think the prudent approach, reminding all sides of their responsibilities, is the right way for the European Union to take.
Thank you very Պարոն much. Զալբեր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Բանաձևը շարունակվում է, մենք կվերադառնանք գովազդից անմիջապես։